Yıllardır barışa hasret. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում դեսպանների համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է, որ իրենք շարունակում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ շեշտել, որ հաջորդ տարվա սկզբից սկսած կձեռնարկեն մի քանի խորհրդանշական քայլեր։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Շիրակի մարզում 37-ամյա տղամարդը դանակարելու սպանել է իր մեծահասակ ծնողներին։ Ժամը 10:10-ին փրկարարծառայությունը ազանգ է ստացվել, որ ամուսինների տան դուռը փակ է եւ ներսից չեն արձագանքում։ Փրկարարները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երիտասարդը ձերբակալվել է։ Տեղում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ երիտասարդը ծնողներին սպանելու եւս մեկ փորձ է իրականացրել 7 տարի առաջ, ինչի պատճառով հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայի մարզի էլիտար դպրոցներից մեկի վրա զինված հարձակում գործած դեռահասի Տիմոֆեյի ինքնության եւ հնարավոր դրդապատճառների վերաբերյալ։ Նախնական տվյալներով կասկածյալը գտնվել է ծայրահեղական գաղափարախոսությունների ազդեցության տակ։ Ականատեսների վկայությամբ անմիջապես հարձակումից առաջ Տիմոֆեյը աշակերտներին հարցրել է ինչ ազգության եք։ Բացի այդ նրա հագուստի վրա նկատվել է No Lives Matter, ոչ մի կյանք կարևոր չէ գրությունը։ Սա ոչ պաշտոնական, ապա կենտրոնացված միավորման կարգախոս է։ Այն ստեղծվել է ԱՄՆ-ում եւ դասակարգվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Շարժման գաղափարախոսությունը հիմնված է նիհիլիզմի, հակահումանիզմի եւ մարդկության ոչնչացման գաղափարների վրա։ Այս խմբավորումների անդամները իրենց անվանում են կրակի զավակներ, քարոզում են սադիզմ եւ սպանություն։ 9-րդ դասարանի աշակերտ Տիմոֆեյը այսօր առավոտյան դանակով հարձակվել է դպրոցի անվտանգության աշխատակցի եւ 3 աշակերտի վրա։ 15-ամյա դեռահասը գազի սպրեյ է փչել անվտանգության աշխատակցի դեմքին, ապա դանակահարել է նրան։ Հետո 10-ամյա մի աշակերտի երեխան մահացել է։ Մարդասպան դեռահասի դանակից վիրավորված եւս 2 դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց։ 15-ամյա Տիմոֆեյը ձերբակալվել է։ Աշակերտներին եւ ուսուցիչներին տարհանել են դպրոցից։ 3 Սանկտ Պետերբուրգի դպրոցներից մեկի 15-ամյա աշակերտը դասարանում դանակով հարվածել էր 29-ամյա ուսուցչուհուն եւ փորձել ինքնասպան լինել։ Ճիշտն ասած, կոնկրետ այս բիզնես ֆորումը Երևանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները հնարավորություն են ստացել այցելել ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան հայտնել է, որ նման մի այց արդեն եղել է դեկտեմբերի սկզբին։ Կարապետյանը հայտնել է, որ լավատես եւ մարտական է տրամադրված։ Ռուս գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակը։ Նրա պարզաբանմամբ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավարի քրեական հետապնդումը մտահոգիչ նշան է մյուս ռուս գործարարների համար։ Կարապետյանի ձերբակալությունը գործարարներին ստիպում է կասկածի տակ դնել ներդրումային միջավայրի կայունությանը։ Սա հավանաբար բացասական կանադառնա երկկողմ առևտրի աճի տեմպերի վրա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ քրեական որույթի ժամկետների ձգձգումը խնդրահարույց է եւ հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ըստ նրա, դեկտեմբերի 11-ին որոշման մեջ դատարանն ամրագրել է վարույթի անհարկի երկարաձգման անթույլատրելիությունը։ Փաստաբանը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 16-ին հակակոռուպցիոն դատարանը կալանքը 1 ամսով երկարաձգելիս արդեն ազդակ էր տվել քրեական հետապնդման ժամկետների խնդրի վերաբերյալ։ Ըստ Վարդևանյանի, թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը ուղիղ անտեսել են դատարանի այդ որոշումը եւ պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները դադարեցնելու գործի ձգձգումը։ 53 քննիչներից բաղկացած խումբը գտնվում է վճռական անգործության մեջ, չնայած նրան, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է շուրջ 6 ամիս, նկատել է փաստաբանը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է Մեր ձևով շարժմանը։ Տեղեկությունը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հաստատել է շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանը։ Օրաթերթը նկատում է ԿԳՄՍ նախկին փոխնախարարը ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու եւ նշել մեջբերում կյանքից ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության եւ այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել։ Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018-ից։ Իդեպ մեր ձևով շարժմանն արդեն միացել է 14000 կամավոր, այս մասին հայտարարություն է տարածել շարժման պաշտոնական էջը, նշելով, որ մեջբերում, մինչ նրանք շարունակում են վատաբանել մեր ձևովը, շարունակում է ուժեղանալու թափ հավաքել։
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը իրավական գնահատական տալու նպատակով։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պայստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե դեկտեմբերի 7-ից 8-ը Մեղրիի Զորամասի ուղղությամբ գրոհ է եղել։ Մամուլի քարտուղարը սոցցանցերի իր էջում գրել է. մեջբերում զինված ուժերում մեղմ ասած անփառունակ ծառայության աչքի ընկած անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ Մամուլի քարտուղարի խոսքով գնդապետի նմանօրինակ դրսևորմանը պետք է տալ իրավական գնահատական եւ հույս է հայտնել, որ պատկան մարմինները կուսումնասիրեն հայտարարությունը։ Բացառվում է Չի կարող իրականացվել մի նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաեւ շեշտել է, որ Թրիփը եւ Զանգեզուրի միջանցքը նույնը չեն։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած են, որովհետեւ իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի։ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հայաստանի հարավով տարանցիկ միջանց ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար։ Թեհրանում Հայաստանի դեսպանին ասել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ֆելայաթին։ Պաշտոնյան հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ Նրա խոսքով այդ միջանցքը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի ներկայություն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ Թրամփի պլանը ըստ էության նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով եւ ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների Հայաստան մտնելու միջոցով։ Հայաստանը չի քննարկում Թրիփ նախագծում Մոսկվայի ներգրավվածության հարցը, հայտարարել է Ազգային ժողովի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Թրիփ նախագծում մասնակցություն ունենալու վերաբերյալ Մոսկվայի հայտարարություններին։ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ Թրիփ նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Միխայիլ Կալուգինը։ Պաշտոնյայի խոսքով հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Կալուգինի խոսքով ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցության քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Ուկրաինայի նախագահի եւ եվրոպական ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում ներկայացվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինային մշտական ռազմական աջակցություն եւ խաղաղ ժամանակ զինված ուժերի թվաքանակի մինչեւ 800,000 անձնակազմի պահպանում, երկրի վերականգնում եւ վերակառուցում, ինչպես նաեւ Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու համար աջակցություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե Կրեմլը կվերլուծի Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ եվրոպական առաջնորդների համատեղ հայտարարությունը, երբ կտեսնի այդ տեքստը։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը։ Նրա կարողությունը անցել է $600 միլիարդ։ Forbes-ի տվյալներով Մասկի ունեցվածքը, որին պատկանում է SpaceX-ի բաժնետոմսերի մոտավորապես 42%-ը, աճել է հասնելով $677 միլիարդ։ Նախորդ ռեկորդը նույնպես Մասկինն է։ Հոկտեմբերին նա դարձել էր առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $500 միլիարդ։ Ուժգին քամին Բրազիլիայում տապալել է Ազատության արձանը, Նյու Յորքի հայտնի քանդակի 35 մետրանոց կրկնօրինակը, կոտրվել են գլուխը եւ ջահը կրող ձեռքը։